Բարև ձեզ, եթերում կրկին MGA News-ն է և կրկին ձեզ ենք ներկայացնում մոլորակի ամենաթեժ նորությունները, քաղաքականություն, տնտեսություն, պատահարներ և իրադարձություններ Միացյալ Նահանգներից, Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Ես Կարինե Կեպենյանն եմ և ողջունում եմ ձեզ Լոս Անջելեսի տաղավարից։ Այսօր մեր եթերում Օբաման ներկայացրել է ֆինանսների նախարարի թեկնածուին։ Լոս Անջելեսում 14 մարդու են պատանդ վերցրել։ Գլենդելի հայ երիտասարդը մահացել է վրայերթի հետևանքով։ ԱՄՆ ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը։ Հայրն ու որդին փրկվել են խեղդվելուց։ Իսկ այժմ առավել հանգամանալից։ Հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կներկայացվեն երկրի տարածքում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման մասին առաջարկները։ Կառավարության կողմից մշակվող երկրում զենքի առքուվաճառքի նկատմամբ վերահսկողության խստացման և հրազենի հանցավոր նպատակներով կիրառումը կանխելուն ուղղված համալիր միջոցառումների համակարգմամբ զբաղվում է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Նա գլխավորում է միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ամերիկյան վարչակազմի կողմից դեկտեմբերի 14-ին Նյութաունի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով 26 մարդ զոհվեց։ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զենքի առքուվաճառքի նկատմամբ վերահսկողությունը կարող է խստացվել նախագահի կարգադրությամբ, այլ ոչ թե նոր օրենսդրությամբ, որը պահանջում է Կոնգրեսի հավանությունը։ Սակայն այս առնչությամբ վերջնական որոշում չի կայացվել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարգադրել է արտակարգ միջոցառումների մշակում սկսել դաշնային բյուջեի կրճատման դեպքում, որը կարող է ընթացիկ ֆինանսական տարում ռազմական ծախսերը կրճատել 20%-ով։ Խոսքը նախազգուշական միջոցառումների մասին է։ Մենք վատագույնին պատրաստվելուց բացի այլ ընտրություն չունենք, ասել է Պանետան մամուլի ասուլիսում։ Նշենք, որ եթե մինչև մարտի 1-ը կուսակցությունները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել պարտքի շուրջ, ապա նախկինում ընդունված օրենքի համաձայն ուժի մեջ կմտնի պետբյուջեի ծախսերի հարկադիր կրճատումը։ Պանետայի խոսքով, ԱՄՆ զինուշի համար դա նշանակում է հարյուրավոր զինծառայողների չվճարվող արձակուրդ ուղարկել և տարբեր ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի կրճատում։ Կրճատումներ չեն տարածվի այն մասի վրա, որ առաքելությամբ գտնվում է Աֆղանստանում կամ պատրաստվում է այնտեղ ուղևորվել։ Պանետան կողմերի միջև պայմանավորվածության ձեռքբերման հույս է հայտնել։ Դաշնային պահուստային համակարգը 2012 թվականի արդյունքներով վաստակել է ռեկորդային գումար՝ 91 միլիարդ $։ Պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի փոխանցմամբ մինչ այդ ռեկորդային է եղել 2010 թվականը, երբ շահույթը կազմել է 81.7 միլիարդ $։ Շահույթի մեծ մասը՝ 85 միլիարդ $, պահուստային համակարգը ստացել է այն արժեթղթերի գծով տոկոսային եկամտի տեսքով, որոնք գտնվում են նրա հաշվեկշռում։ Մնացած միջոցները ստացվել են բաց շուկայում ամնի պետական պարտատոմսերի վաճառքից և այլ գործառույթներից։ Այդ թվում 61 միլիարդ $, են բերել այն կառույցները, որոնք ստեղծվել են ճգնաժամից տուժած ընկերությունների վարկավորման համար։ Օբաման ներկայացրել է ֆինանսների նախարարի թեկնածուին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեյկոբ Լուի թեկնածությունը։ Լուի նշանակումը պետք է հաստատի Կոնգրեսը։ Մեկնաբանելով իր որոշումը, Օբաման հայտարարել է, որ լիովին վստահում է ապագա նախարարին և հորդորել է կոնգրեսականներին հնարավորինս արագ հաստատել նրա թեկնածությունը։ Լուն վայելում է իմ լիակատար վստահությունը և հուսով եմ, որ Սենատը կարճ ժամանակում կհաստատի նրա թեկնածությունը, ընդգծել է Օբաման։ Նշենք, որ 57-ամյա Լուն ներկայումս նախագահի աշխատակազմի ղեկավարն է։ Լուի նախորդը Թիմոթի Գայթները ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելու դեպքում հեռանալու է նրա թիմից։ Հաղորդվում էր, որ պաշտոնաթողությունից հետո Գայթները կարող է գլխավորել Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը։ Լուն Օբամայի թիմում աշխատում է առաջին նախագահական ժամկետում նրա ընտրվելու պահից։ Նախ Լուն աշխատել է պետդեպարտամենտում, որտեղ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալներից մեկն էր։ 2010 թվականին նա գլխավորեց վարչաբյուջետային վարչությունը, որը պատասխանատու է բյուջեի պատրաստման և կատարման համար, իսկ մեկ տարի անց դարձավ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Նոր նախարարի նշանակումը բոլորովին էլ հանրապետականների սրտով չէ։ Սենատի բյուջետային հանձնաժողովի անդամ Ջեֆ Սեշնսը կտրուկ քննադատել է նախարարի թեկնածուին, նշելով, թե վերջինս իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը։
Ամերիկյան Ջաքսոնվիլ ատոմային Սուզանավը հունվարի 10-ին բախվել է ենթադրաբար ձկնորսական մի նավի։ Այս մասին հաղորդել է Reuters-ը վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մի աղբյուրի։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բախումը տեղի ունեցել Լոս Անջելեսի ժամանակով երեկոյանը ժամը 7-ին Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի միջև ընկած շրջանում։ Միջադեպի հետևանքով վնասվել է Սուզանավի երկու շրջադիտակներից մեկը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռով պատահարի շրջանը զննելիս չեն հայտնաբերվել ոչ աղետի ենթարկված նավ, ոչ էլ դրա բեկորներ։ Նշենք, որ Ջաքսոնվիլ Սուզանավը Լոս Անջելես դասի ատոմային Սուզանավ է։ Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով։ Associated Press-ի փոխանցմամբ ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական։ Բասթոնի քաղաքապետ Թամաս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսիսիփի, Կալիֆոռնիա և Հավուայի նահանգներում։ Փորձագետների կարծիքով այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու։ Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել։ Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան և ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-ից 10%-ը։ Լոս Անջելեսում 14 մարդու պատանդ են վերցրել։ Լոս Անջելեսի ոստիկանական հատուկ ուժերը գիշերը գրոհել են Վեսթչեսթերի առևտրային շենքը, որտեղ հանցագործները կողոպուտի փորձի ժամանակ 14 մարդու պատանդ էին վերցրել։ Կողոպտիչներին մինչ այս պահը դեռ չեն հայտնաբերել, իսկ հարևան փողոցում գտել են մեքենան, որով նրանք ենթադրաբար օգտագործել են փախուստի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մերձակայքում Promenade և Howard Hughes Center կենտրոնի Nordstrom Rack խանութում։ 3 ուշ երեկոյանը ժամը 11-ի սահմաններում ոստիկանությունը զանգահարել մի տղամարդ և հայտնել, թե իր ընկերուհին զանգել և պատմել է խանութում գտնվող զինված անձանց մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկրորդ հարկում տղամարդու են նկատել, երբ փորձել են խոսել նրա հետ, վերջինս թաքնվել է։ Շուտով շենքից մեկ ուրիշն է փորձել դուրս գալ պատանդ կնոջ հետ, բայց տեսնելով ոստիկաններին հետ է գնացել։ Շենքը շրջափակվել է ոստիկանների կողմից, սակայն հանցագործները մոտ 4 ժամ հրաժարվել են բանակցություններից։ Ի վերջո հատուկ ջոկատայինները ներխուժել են խանութի տարածք և գտել 13 կին և մի տղամարդ պատանդների, որոնց փակել էին 2 սենյակներում։ Պատանդներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել և մի կնոջ էլ սեռական բռնության էին ենթարկել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է հանցագործներին, սակայն առայժմ նրանց հետքը չեն գտել։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք ինքներդ էլ կարող եք դառնալ AMGA News-ի թղթակից և մեզ ուղարկել ձեր նկարահանած արտակարգ պատահարների տեսագրությունները կամ լուսանկարները։ Լավագույնները կցուցադրվեն մեր եթերում։ Գլենդելի իշխանությունները պարզել են 18-ամյա երիտասարդի ինքնությունը, ով մահացու վրաերթի էր ենթարկվել Փասադինայի Ֆութհիլ 210 մայրուղու վրա։ Մահացածը Գլենդելի բնակիչ Առնո Շախմալյանն է։ Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ Շախմալյանը վթարի է ենթարկվել բեռնատարի կողմից, երբ իր Lexus մեքենայով փորձում էր կանգնելու ավելի հարմար տեղ ընտրել։ Առայժմ անհայտ պատճառներով Առնո Շախմալյանը և Լա Քրեսենթայի բնակիչ Գեբրիել Լավարոն դուրս են եկել մեքենայից և հատել փողոցը։ Սան Բեռնարդինո շրջանի 40-ամյա բնակիչը այդ պահին նրան վրաերթի է ենթարկել Chevrolet բեռնատարով։ Շախմալյանին տեղափոխել են Huntington Memorial հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։ Գեբրիել Լավարոն վթարի հետևանքով չի տուժել։ Հյուսիսային Կալիֆոռնիայում ոստիկանները առանձնատներից մեկում հայտնաբերել են կես մետր երկարություն ունեցող կայման, որը պահպանում էր թմրանյութերի պահեստը։ Երբ Ալամիդա շրջանի շերիֆի ներկայացուցիչները մտել են Castro Valley-ում գտնվող տուն, նրանք մոտ $100,000 արժողությամբ 34 փաունդ մարիխուանա և Mr. Nibbler մականունով կայմանի են գտել։ Ըստ իրավապահների, այս կերպ տերը ցանկանում էր վախեցնել թմրանյութեր գողացողներին։ Սովորաբար մենք հանդիպում ենք պահակային շների, սակայն պահապան կայմանը ծայրահեղ արտակարգ երևույթ է։ Իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության ներկայացուցիչը։ Տունը պատկանում էր 32-ամյա Ասիֆ Մերին, ով պայմանականորեն ազատ է արձակվել, սակայն պետք է մնա իշխանությունների հսկողության տակ։
18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թիկնապահ Մոյշի Բեմբուն դատի է տվել նրան։ Նախկին թիկնապահը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան։ Նախկին թիկնապահը հայտարարել է, թե դա տեղի ունեցել ընդամենը մեկ անգամ վեճի ժամանակ, երբ Բիբերին դուր չի եկել, թե Բեմբուն ինչպես է վարվում իր ընկերոջ հետ։ Թիկնապահի հայցի մեջ նշված է, որ երգիչը հայհոյել եւ վիրավորել է, իսկ հետո էլ սկսել է ծեծել իրեն։ Դրանից բացի Բիբերն արտաժամյա աշխատանքի համար իր աշխատողին այդպես էլ չի վճարել $420,000։ Ինչպես սովորաբար լինում է, Ջասթին ինքը հերքել է մեղադրանքները եւ պնդել, որ այդ ամենը ընդամենը աշխատանքից ազատվելու եւ 2012 թվականին ստի մեջ բռնվելու համար վրեժ է։ Կոլորադյան հրաձիգին գդատեն։ Կոլորադոյի դատարանը որոշում է կայացրել, որ Կոլորադյան հրաձիգի դեմ հանցանշանները բավարար է համարել լիարժեք դատավարություն սկսելու համար։ Դատարանը վճիռ է կայացրել է հունվարի 7-ից 10-ը շարունակված նախնական լսումներից հետո։ 25-ամյա Հոմսին կդատեն մեղադրականի բոլոր կետերով։ Դատավորը հայտարարել է, որ անցած ամառ Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ մասսայական սպանության մեջ կասկածվող Ջեյմս Հոմսի մեղքի ապացույցները բավարար են, որպեսզի նա կանգնի դատարանի առջև։ Դատախազությունը Հոմսին 160 կետով մեղադրանք էր ներկայացրել։ Մեղքը խոստովանելու դեպքում ոճրագործին լավագույն դեպքում ցմահ բանտարկություն է սպասվում, վատագույն դեպքում մահապատիժ, սակայն մահապատիժը Կոլորադոյում արդեն տասնյակ տարիներ չի կիրառվել։ Հոմսը դատարանի առաջ է կանգնել այսօր։ Նրա պաշտպանները միջնորդել են հետաձգել մեղադրանքը, քանի որ մեղադրյալը հայտարարությամբ հանդես գալու պատրաստ չէ։ Նախկինում նրա փաստաբանները արդեն հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալը հոգեկան հիվանդությամբ է տառապում, սակայն ախտորոշումը չէին հստակեցրել։ Հիշեցնենք, նախորդ տարվա ամռանը Աուրորա քաղաքի կինոթատրոնում Բեթմենի մասին ֆիլմի ընթացքում կատարված հրաձգության հետևանքով 12 մարդ զոհվել, 70-ից ավելին վիրավորվել էին։ Կհանդիպենք գովազդային կարճ ընդմիջումից հետո եւ կծանոթանանք հայաստանյան եւ միջազգային նորություններին։ Եթե ունեք տան կամ բիզնեսի հետ կապված ինշուրանս քլեյմ, լինի քամու, հրդեհի, ծխի, երկրաշարժի, գողության, վանդալիզմի կամ վնասված խողովակներից առաջացած ջրի վնասներ, անմիջապես հեռարձայինեք Alliance Public Adjusters եւ մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ ստանալու ձեր օրինական հասանելիք բարձրագույն գումար։ Մի բավարարվեք ինշուրանսի կողմից առաջարկված չնչին գումարով։ Օգտվեք Alliance Public Adjusters-ի ծառայություններից։ Անվճար խորհրդակցության համար զանգահարել էկրանի հեռախոսահամարներով։ Հիվանդանոցից դուրս գրված հիվանդը առավել ուշադրության եւ խնամքի կարիք ունի։ Windsor Gardens Healthcare Center of the Valley հաստատությունը առաջարկում է իր ծառայությունները՝ ֆիզիկական, աշխատանքային վնասվածքների թերապիա, շնչառական բարդություններ, խոսելու դժվարության թերապիա։ Այստեղ կատարում են նաև ետվիրահատական խնամք, գոյացած վերքերի բուժում, ուղեղի կաթվածի հետևանքների կանխարգելում, խնամք, շաքարախտի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Մեր հաստատությունում հիվանդը կզգա իրեն ինչպես իր սեփական տանը, բժշկի եւ հոգատար քույրերի հսկողության ներքո։ Սնունդը տրվում է ըստ պահանջի։ Ունենք մարմնամարզության եւ խաղերի ժամեր, թատրոն, կինո, հոգեվոր սնունդ։ Եթե անհրաժեշտություն ունեք բացակայելու քաղաքից եւ տանը հիվանդ ունեք, համեցեք եւ ձեր հարազատի խնամքը հանձնեք մեզ։ Մենք շատ մոտ ենք ձեր բնակավայրին։ Dream Cars ավտոկենտրոնը առաջարկում է նոր եւ օգտագործված ավտոմեքենաների հարուստ տեսականի։ Չորս South Central Avenue, Glendale, California, Central եւ Elk փողոցների հարևանությամբ։ Հեռախոս 818 543 0063 Dream Cars, երազանքի ավտոմեքենաներ։ ԱՄՆ ցանկանում է, որ Հայաստանը եւ Թուրքիան բուժեն անցյալի վերքերը եւ քայլեն առաջ դեպի ընդհանուր անվտանգություն եւ բարգավաճում։ Այս մասին հայտնել են
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից անդրադառնալով հայ-թուրքական սահմանի սիրիահայերի համար բացման հետ կապած ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում վերջերս կազմակերպված ստորագրահավաքին։ Այդ նպատակով մենք կոչ ենք անում Թուրքիայի ազգային ժողովին հնարավորինս շուտ վավերացնել հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները, հայտարարել են դեսպանատնից, հավելելով, որ բացի նշված արձանագրությունների վավերացումից ԱՄՆ նաև կոչ է անում Թուրքիային շարունակել քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը եւ սահմանի բացման ուղղությամբ, ինչը կարող է կարևոր դեր խաղալ հարևանների հարաբերությունների կարգավորման մեջ։ Այսօր հունվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության նոր նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ։ Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը հարվածը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում ստացած ծակած վերքի հետևանքով։ Քննչական խումբը պարզում է, որ մահացածը նոր վարչական շրջանի Դավիթ Մալյան Նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր։ Վերջինս սպանվել է իրենց տանը հոր 83-ամյա Վալոդիա Նիկոյանի միջև վեճի ժամանակ։ Ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Վալոդիա Նիկոյանին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Այսօր հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Այգեպար գյուղի բնակիչ 29-ամյա Պավել Վիրաբյանը վարելով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան Բերտ Այգեպար ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելու գոտուց եւ ընկել Տավուշի ջրամբարի մեջ։ Ավտոմեքենայում է եղել նաև Վիրաբյանի 3-ամյա տղան։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ Հայրը շուտ կողմնորոշվել եւ գյուղացիների օգնությամբ տղայի հետ դուրս է եկել սուզվող ավտոմեքենայից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ավելի ուշ հանել են մեքենան, իսկ հայրը եւ որդին բժշկական հետազոտման նպատակով դիմել են Բերտ քաղաքի զինվորական հոսպիտալ, քանի որ հայրը Պավել Վիրաբյանը պայմանագրային զինծառայող է Բերտի զինվորական զորամասում, ըստ բժիշկների նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Ահաբեկչությունների շարք Պակիստանում։ Երեք Պակիստանի վերջին տարիների պատմության ամենաարյունալի օրն էր։ Ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Նրանց մեծամասնությունը զոհվել է Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քուեթայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բիլիարդի ակումբի 2 պայթյունների հետևանքով։ Երկրորդ պայթյունը որոտացել է առաջինից 5 րոպե անց։ Զոհվածների շարքում են առաջին պայթյունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններ, փրկարարներ եւ լրագրողներ։ Ըստ ճշտված տվյալների զոհերի թիվը 110 է, տուժել է 120 մարդ, զոհվածների թվում են 9 ոստիկան։ Հաստատությունը գտնվել է քաղաքի շիական հատվածում, զոհերի եւ տուժածների մեծամասնությունը շիաներ են։ Հինգշաբթի Պակիստանում եւս 2 ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պայթյուններից մեկը որոտացել է Քուեթայի առևտրական թաղամասում, սպանելով 12 եւ վիրավորելով 40 մարդու։ Քաղաքի հյուսիս-արևմուտքում Մինգորայում ահաբեկիչները հարձակվել էին սուննիների մզկիթի վրա, զոհվել էր 22 եւ վիրավորվել 70 մարդ։ Բիլիարդի ակումբում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Լաշկար-e Ջանգվի խմբավորումը։ Ստամբուլի Քադիքոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել։ Արամյան դպրոցում 9 տարի դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից օրեր շարունակ որևէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը մտնելով տուն սարսափելի պատկերի է ականատես եղել։ Նրանք հայտնաբերել են հայ տղամարդու դին, վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ սպանության զոհ դարձած Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։ Ոստիկանությունը հավանական չի համարում, որ սպանությունը կարող է գողության ընթացքում տեղի ունեցած լինել։ Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։
Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել երկրի հյուսիսում գտնվող առանցքային ռազմական բազան։ Այս մասին հաղորդում է France Press-ը, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին։ Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը հաղորդել է, որ Տաֆթանաս ռազմական օդանավակայանի համար մարտերը ավարտվել են տեղի ժամանակով ժամը 11-ին եւ բազան ամբողջությամբ անցել է ապստամբների վերահսկողության տակ։ Կառավարական ուժերը տվել են շատ զոհեր։ Զինվորների եւ սպաների մեծ մասը փախել է առավոտյան։ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը գովել է Սիրիայի ընդդիմությանը ռազմական բազան գրավելու կապակցությամբ եւ հայտարարել, որ այս գործողությունը վկայում է ապստամբական բանակի աճող հզորության մասին։ Վենեսուելայում ցույցի մասնակիցները հավատարմության երթում են տվել Չավեզին։ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում Միրաֆլորես նախագահական պալատի մոտ հունվարի 10-ին տեղի ունեցել երկրի նախագահ Ուգո Չավեզի կողմնակիցների ցույցը։ Ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք հավատարմության երթում են տվել Ուգո Չավեզին եւ նրա քաղաքականությանը։ Նախագահն ինքնուռուցքային հիվանդության կապակցությամբ դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո այժմ ծանր վիճակում գտնվում է Հավանայի հոսպիտալում։ Բազմահազարանոց ցույցը կառավարության կոչով տեղի ունեցել այն օրը, երբ նշանակված էր պետության ղեկավարի հերթական ժամկետով պաշտոնակալման արարողությունը։ Կարակասի հանրահավաքը դրա կազմակերպիչների մտահղացմամբ խորհրդանշում էր նախագահական նոր 6-ամյա ժամկետի սկիզբը։ Ի պաշտպանություն Չավեսի եւ Վենեսուելայի սահմանադրության վիթխարի ակցիային մասնակցել են Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների եւ կառավարությունների 10-ից ավելի ղեկավարներ։ Նրանցից շատերը հանրահավաքում հանդես են եկել Ուգո Չավեսի հետ համերաշխության հայտարարություններով, ընդգծելով նրա դերը Վենեսուելայի եւ լատինաամերիկյան տարածաշրջանի կյանքում։ Ռետորների թվում եղել են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան եւ ուրիշներ։ Մինչև հունվարի 5-ը ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվը աճել է մինչև 371,000-ի։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել աշխատանքի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսել են 365,000 դիմում։ Համաձայն վերանայված տվյալների նախորդ շաբաթվա տվյալներով 367,000 դիմում է եղել, ոչ թե 372,000, ինչպես հաղորդվել էր։ Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված մասնագետները ակնկալել են մեկ շաբաթում 7,000 հայտի նվազում հայտարարված 365,000-ից։ Գործազրկության համար նպաստ ստացող ամերիկացիների թիվը դեկտեմբերի 29-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 127,000-ով եւ կազմել է 3,109,000 մարդ։ 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում վաճառվել է 1.3 միլիոն ավտոմեքենա։ Արդյունքում ամբողջ 2012 թվականի ընթացքում երկրում վաճառված ավտոմեքենաների թիվը աճել է 13%-ով։ Հաշվետու մեկ տարվա ընթացքում ամերիկացիները գնել են շուրջ 14 միլիոն ավտոմեքենա, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին շուրջ 5 տարիների կտրվածքով։ Ըստ հրապարակված տվյալների, ամերիկյան ավտոշուկայում առաջատար դիրք ունի General Motors ընկերությունը, որը 2012 թվականին ԱՄՆ-ում վաճառել է 25 միլիոն ավտոմեքենա, ապահովելով վաճառքի ծավալների 4% աճ։ Շուկայում երկրորդ տեղը Ford-ն է, երրորդը Toyota-ն։ Վիթխարի կաղամարին առաջին անգամ նկարահանել են նրա բնական միջավայրում։ Վիթխարի կաղամարին առաջին անգամ նկարահանել են նրա բնական միջավայրում օվկիանոսի խորքում։ Սենսացիոն նկարահանումները կատարվել են ճապոնական NHK եւ ամերիկյան Discovery Channel հեռուստաալիքների նկարահանող խմբերը 630 մետր խորության վրա։ Նկարահանվել է ծովային հրեշների մասին լեգենդների վերակենդանացած կենդանին։ Խորության մեջ տեսախցիկը նկարել է Արխիտեուտիսի հսկա աչքը, որով նա չնայած խորության մթությանը կարող է տեսնել շրջակա ողջ տարածքը, ինչպես նաև 5 սանտիմետր տրամագծով ծծակները։ Նկարահանումները արվել են Տոկիոյից մոտ 1000 կիլոմետր հարավ գտնվող Տիտիձիմա կղզիներում։ Հայտնաբերված հսկան ուներ մոտ 3 մետր երկարություն։ Նրա մոտ բացակայել են երկու ամենաերկար շոշափուկները։ Մնացած շոշափուկներով կաղամարը բռնել էր իր զոհին խմբի կողմից որպես խայծ օգտագործած մյուս կաղամարին։ Ենթադրվում է, որ վիթխարի կաղամարները կարող են ունենալ մինչև 18 մետր երկարություն։ Կենդանու քաշը ըստ գիտնականների կարող է հասնել տոննաների։
Բացի այդ, կարծիք կա, որ հենց արխիտեուտիսն է դարձել շատ առեղծվածային հրեշների նախնին։ Իսկ այժմ ձեզ ներկայացնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները։ Le Monde գրում է, թե նույնիսկ իրենց թշնամիներին ուտելիս Ֆիջիի մարդակերները բավականին բարձրաճաշակ են եղել։ Այդպիսի հանդիսավոր արարողությունների համար նրանք հատուկ սեղանի սպասք են ունեցել։ Ֆիջիի ցեղերից մեկի ներկայացուցիչները պատարագաղների այդ հավաքածուն օգտագործել են իրենց հակառակորդների ներքին օրգանները ուտելու համար, սակայն չնայած պատարագաղների հետ կապված ամբողջ սարսափին, հավաքածուն աճուրդում 30,000 ֆունտով է վաճառվել։ Այն, ինչ այժմ հնություն է համարվում, 19-րդ դարում սեղանի պարագաներ են հանդիսացել, որոնց օգնությամբ առաջնորդները կերել են իրենց թշնամիներին այն բանից հետո, երբ սպանել են նրանց։ Ամբողջ ցեղախումբը սպանված հակառակորդներին ձեռքով է կերել։ Պատարագաղներից օգտվել են միայն ցեղի առաջնորդները եւ նրանց ընտանիքի անդամները եւ միայն հատուկ դեպքում։ The Huffington Post-ի փոխանցմամբ Harvard-ի համալսարանի հետազոտողները 18-ից 68 տարեկան 19,000 մարդու հարցման ենթարկելուց հետո հայտնաբերել են այսպես կոչված պատմական պատրանքի վերջին ֆենոմենը, երբ մարդը չի կարողանում պատկերացնել իրեն ծերության օրոք։ Հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը ժամանակը հետ տալով 5 տարի կարողացել է նկատել, թե որքան է փոխվել այդ ժամանակահատվածում։ Իսկ երբ հարցը ապագային է վերաբերում, տվյալ մարդը չի էլ կարողացել պատկերացնել, թե ինչպիսի կդառնա ինքը։ Այս բացահայտումը օգնում է հասկանալ օրինակ այն, որ երիտասարդը մարմնի վրա դաջված կանելիս չի մտածում, որ ապագայում կզղջա դրա համար։ The Independent-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիա ինժեներ-մեխանիկների ընկերության փորձագետները պարզել են, որ երկրի վրա աճեցված եւ արտադրված սննդամթերքի 30-ից մինչև 50%-ը ոչ ոք չի օգտագործում։ Ամնում եւ Եվրոպայում գնված մթերքների կեսը հետո դեն են նետվում։ Փորձագետների զեկույցի համաձայն սննդամթերքի ավելցուկներ են գոյանում մի շարք գործոնների՝ ժամկետանց մթերքների վաճառքի խիստ վերահսկողության, վատ բերքահավաքի եւ սպառողների վատնողության զուգակցման պատճառով։ Հեղինակները այս իրավիճակը համարում են ողբերգական եւ հայտարարում, թե մոլորակը, որի բնակչության թիվը 100-ամյակի վերջին ըստ կանխատեսումների կաճի 3 միլիարդով, պետք է մտածի խելամիտ սնվելու ռազմավարության մասին։ Շուն է, թե առյուծ, չեն կարողանում հասկանալ ամնի Նորֆոք քաղաքի վախեցած բնակիչները, երբ փողոցում հայտնվում է յուրահատուկ սանրվածքով Չարլզ անունով շունը, երբ մարդիկ տեսնում են շանը դրսում, ապա անմիջապես փախչում են, զանգում են ոստիկանություն կամ դիմում են արտակարգ իրավիճակների ծառայության օգնությանը։ Սակայն Չարլզի քրեատիվ տերը մտադիր չէ փոխել շան տեսքը։ Չարլզ անունով շունը փուդելի եւ լաբրադորի խառնուրդ է։ Մեր ժամանակը սպառվեց, մենք ձեզ հետ կլինենք երկուշաբթի մեր սովորական ժամին։ Ամենայն բարիք եւ երջանկություն ձեր ընտանիքներին։